Բարև ձեզ, առաջին ալիքի եթերում սպորտ է։ Ֆուտբոլային աշխարհը կունենա նոր չեմպիոն մոլորակի 19-րդ առաջնությունում 3 Մոզես Մաբիդա ստադիոնում կայացավ Մունդիալ 2010-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Վաղաժամ եզրափակիչ անվանումը ստացած Իսպանիա-Գերմանիա դիմակայությունը անցած գիշեր իր վրա էր սևեռել միլիարդավոր ֆուտբոլասերների ուշադրությունը։ Այն գրեթե 2 ժամ լարվածության մեջ պայեց ֆուտբոլային աշխարհին եւ տվեց 2 կարևոր հարցի պատասխան։ Եզրափակիչում Հոլանդիայի դեմ կխաղա Իսպանիան, իսկ Եվրոպան մունդիալների պատմության մեջ առաջին անգամ չեմպիոն կունենա այլ աշխարհամասում կայացած առաջնությունում։ Այս մրցավեճը ի տարբերություն գոլառատ առաջին կիսաեզրափակչի սակավագոլ էր եւ ֆուտբոլիստները գործում էին զգուշավորությամբ եւ հիմնականում դիրքային պայքար էին մղում։ Առաջին խաղակեսում իսպանացիները ավելի հաճախ հարձակվում էին, գերմանացիները պաշտպանվում։ Սակայն առաջին համարով խաղացող իսպանացիների հանդիպման առաջին մասում այդպես էլ չհաջողվեց ճեղքել Յոախիմ Լյովի սաների պաշտպանական դիրքերը։ Երկրորդ խաղակեսում կրկին ակտիվ էին իսպանական կիսապաշտպանության եւ հարձակման գծերը։ Մի քանի վտանգավոր պահերից հետո ի վերջո 73-րդ րոպեին Խավիերի իրացրած անկյունայինից հետո Պիոլը գլխի հարվածով գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ Բաց թողած գնդակը ճակատագրական էր Գերմանիայի համար եւ մնացած 17 րոպեների ընթացքում չկարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ ավելացված 3 րոպեները եւս ոչինչ չփոխեցին եւ Իսպանիան իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ աշխարհի գավաթի եզրափակիչ։ Այսպիսով աշխարհը կունենա նոր չեմպիոն մունդիալի գավաթի համար Իսպանիան պետք է պայքարի առաջին անգամ, իսկ Հոլանդիան երրորդ։ Տարվա գլխավոր մրցապայքարին կարող եք հետևել հուլիսի 11-ին առաջին ալիքի ուղիղ եթերում 23:30 րոպեին։ Իսկ մինչ այդ այսօր հայկական ֆուտբոլային ակումբներից ուլիսը Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը կանցկացնի Թել Ավիվի Բնեյ Եհուդա թիմի հետ։ Հիշեցնեմ, որ Հայաստանի բրոնզե մեդալակրի եւ իսրայելական թիմի երևանյան հանդիպումը ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով։ Այսօր պատասխան հանդիպում կանցկացնի նաեւ Բանանցը Կիպրոսի Անորթոսիսի հետ։ Այս հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել Արարատ հեռուստաալիքով 20:00-ին։ Իսպանիայի մայրաքաղաքում հուլիսի 9-ից 11-ը տեղի կունենա ըմբշամարտի խոշոր մրցաշար, որին իր մասնակցությունը կբերի նաև Հայաստանը։ Մադրիդ կմեկնեն հունարոմեական ոճի 55 կիլոգրամ քաշային ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանն ու Ռոման Ամոյանը։ Ազատ ոճում մեր երկիրը կունենա 6 ներկայացուցիչ։ 55 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնեն Միհրան Ջաբուրյանը եւ Գեղամ Բաբախանյանը։ 60 կիլոգրամ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը կլինի Արթուր Առաքելյանը։ Ժիրայր Հովհաննիսյանն էլ կմրցի 66 կիլոգրամ քաշային կարգում։ 74 կիլոգրամների պայքարում գորգ դուրս կգա Սուրեն Մարկոսյանը, Էդգար Ենոքյանն էլ կմրցի 96 կիլոգրամ քաշայինների պայքարում։ Նշեմ, որ առաջնությանը մասնակցում են մոտ 20 երկրների ներկայացուցիչներ, ովքեր հաղթողի կոչման համար կպայքարեն ազատ եւ հունարոմեական ոճերում։ Այժմի համար այսքանը, ցտեսություն։